Բարև ձեզ, եթերում է արհեստներ և մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Գյումրի քաղաքում։ Գյումրի քաղաքում եւ այսպիսի մի դրախտային վայրում, Վարդերի մեջ։ Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած նրան, որ այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ։ Հերոդոտոսը արդեն մեր թվագրությունից առաջ 5-րդ դարում իր պատմության մեջ նկարագրում է Մակեդոնիայում գտնվող Միդոս արքայի այգիները եւ հիշատակում է այնտեղ բամբակյա վարդը։ Թեոփրաստեսը մեր թվագրությունից առաջ 300 թվականին նկարագրում է Հունաստանի այգիները եւ նկարագրում է 15, 20 եւ նույնիսկ 100 թերթիկներ ունեցող վարդերի։ Պոմպեյի հրաշալի խճանկարի վրա, որը գտնվում է Նեապոլի թանգարանում, կարելի է տեսնել նաեւ դամասկոսյան վարդեր, որոնց հայրենիքը անկասկած արևելքն է, որտեղից էլ նրանք հայտնվել են հարավային Իտալիայի այգիներում։ Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ այգեգործությունը տարածվեց վանքերում։ Հենց վանական այգիներն էլ Ալպերից այն կողմ գտնվող այգիների համար նախատիպ ծառայեցին։ Ճիշտն ասած, Շիրակի մարզում նախքան մեր տնտեսությունը ստեղծել է, եղել են մարդիկ, ովքեր զբաղվել են այս գործունեությամբ։ Մենք 2015 թվականին ենք սկսել։ Այն ժամանակ ծավալները ավելի փոքր էր, ընդամենը 500 քառակուսի մետր էր։ 18 թվականին ես ու ընկերս Խաչատրյան Արտյոմը որոշեցինք այս ջերմոցը հիմնել։ Ես ուզում եմ, որ շեշտ տվի, որ այս ամեն ինչը գործընկերային է։ Զուտ եմ բանի համար, որ հասկանամ, որ մեր իրականության մեջ գործընկերային ուրեմն բիզնեսը պետք է տեղ ունենա։ Առանց դրա մեծ գործեր հնարավոր չէ, որովհետև այն գաղափարները, այն պոտենցիալը մարդկային, որը կարող է համախմբվել հայի մոտ, դա շատ ավելի մեծ ու ցանկալի արդյունք է տալիս, քան երբ որ անհատն է զբաղվում բիզնեսով։ Ու 2018 թվականին մենք ստեղծեցինք, հիմնեցինք այս ջերմոցը եւ կարող ենք ասել, որ շուկայում իր ուրույն տեղն է գրավել եւ որակական առումով, թե ուրեմն ինքնարժեքի հետ կապված մենք այսօր մրցակից ենք։ Հուսով եմ, որ նաև իշխանությունները որոշակի ուշադրություն կդարձնեն այս ամեն ինչի վրա եւ ես կարծում եմ, որ Շիրակի մարզում ինքը կգա մի ժամանակ, որ հիմնականում կզբաղվեն ջերմոցային տնտեսությամբ, որովհետեւ սա արտադրական ցիկլի առաջի մագարտակն է։ Ներկայումս գոյություն ունեցող վարդերի տարատեսակների մեծ բազմազանությունը ձևավորվել է վայրի մասրենում մի քանի սորտերի խաչասերման եւ սելեկցիոն ընտրության ճանապարհով։ Զբոսայգիներում աճեցվող բազմաթիվ բազմաթերթ վարդերի տեսակները առաջացել են գալիյան վարդերից, որը ստացել է այն անվանումը իր լայն տարածման համար Ֆրանսիայում՝ Գալիա։ Այս վարդի մշակույթը եւ նրա հիման վրա ձևավորված վարդերի տարատեսակները սկիզբ են առնում հնագույն Բաբելոնից եւ հնագույն Հռոմից, իսկ 13-րդ դարից նաեւ Ֆրանսիայից եւ վարդերի պատմության մեջ կազմել է մի ամբողջ ժամանակաշրջան մինչեւ 18-րդ դարը։ Գալիան վարդերի եւ այլ վարդերի տարատեսակների խաչասերման ճանապարհով ստեղծվել են դամասկոսյան եւ սպիտակ վարդեր։ Վարդերի տեսակների խաչասերման միջոցը հայտնի է եղել Եվրոպայում դեռևս հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։ Ընդհանրապես աշխարհի բոլոր զարգացած տնտեսություն, գյուղատնտեսություն ունեցող երկրները, դրանք համարվում են այն երկրները, որոնք մեծ օժանդակություն են ստանում պետության կողմից, ասենք սուբսիդիաների տեսքով, որոշակի արտոնությունների տեսքով։ Նամանավանդ ես չեմ ուզում անընդհատ շեշտել Շիրակի մարզը, որպես, ասենք, սոցիալապես ամենացածր մագարտակի վրա գտնվող կամ Աղետի կոդի առավել եւս այդ եզրույթը ընդունելի չէ, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ, որ հասկանամ, որ գյուղատնտեսությունը առանց աջակցության դա ոչ մի երկրի մոտ դեռևս չի ստացվել բարձր մագարտակով։ Ու շատ կուլտուրաներ, որ այսօր մենք արտադրում ենք, ասենք, տեղական շուկայում այդ ապրանքը կա, ինքը պետք է
որոշակի խտան հանդիսանա, որպեսզի այլ երկրներից ենթադրենք, եթե մենք ունենք վարդ, որը արտադրվում է ու մրցունակ է շուկայում, ես կարծում եմ, որ ներկրվող վարդի վրա պետք է մեծ հարգեր կիրառվեն, որպեսզի տեղական շուկան զարգանա։ Կարող եմ Ճապոնիայի օրինակը բերեմ, երբ Ճապոնիան, երբ հարևան Վիետնամ պետությունը, ասենք ավելի քան 5 անգամ մատչելի բրինձ է առաջարկում Ճապոնիայի ուրեմն իշխանություններին, բայց Ճապոնիան շատ լավ գիտակցելով, որ տեղական բրինձ արտադրողները այդ առաջարկը ընդունելուց հետո կկանգնեն մեծ խնդիրների առաջ, իրանք ուղղակի մերժում են այդ ավելի մատչելի բրինձի տարբերակը։ Իրենք ավելի խելոք են գտնվել եւ հասկացել են, որ ոչ թե պետք է ավելի մատչելի բրինձ ներկրել երկիր, այլ պետք է մարդու վճարողականությունը այնքան բարձրացնեն, որպեսզի մարդը ի վիճակի լինի ավելի թանկ բրինձ գնելու։ Ճիշտ է, մենք ցուցանիշներով սոցիալ-տնտեսական չենք կարող համեմատվել աշխարհում 3-րդ թե 4-րդ տնտեսություն ունեցող Ճապոնիայի ուրեմն պետության հետ, երկրի հետ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ քանի որ վարդը որպես այդպիսին Հայաստան գալուց հետո ինքը հավելյալ արդյունք չի ստեղծում, այսինքն վարդը ինչ է, վարդը զուտ էսթետիկ գեղագիտական արժեք ներկայացնող բույս է։ Դրեց իր սեղանին մի շաբաթ 10 օր հետո դու իրան թափելու ես, այսինքն այն գումարը, որը գնում է դուրս մեր երկրից, դա անվերադարձ է։ Այսինքն դրա փոխարեն մենք ինչ ենք ստանում 10 օր կամ 15 օր, հա, էսթետիկ արժեք, այսինքն ինքը մեկենա սարքավորում չի, ինքը ապրանք չի, որը պետք է երկրորդ վերարտադրության էր տա, ինքը ոչ մի բան է մեր պետության համար։ Բայց եթե մենք հաշվենք, թե քանի միլիոնավոր դոլարներ են դուրս գալիս երկրից, որը պետք է տեղի արտադրողը վերցներ, այստեղ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե ներկրվում է արտերկրից վարդ կամ ցանկացած տեսակի ապրանք, պետք է հարգերը բարձր լինեն, որպեսզի տեղի արտադրողը կարողանա եկամուտ ապահովել։ Հայաստանի Հանրապետությունը համարվում է տարածաշրջանի ամենամեծ ծաղիկ արտադրող երկրներից մեկը՝ ի համեմատություն նույնիսկ նախկին սովետական միության երկրների։ Մենք այստեղ պետք է հասկանանք, որ եթե այս գործը մեր մոտ լավ է ստացվել, ուրեմն ոչ թե ներկրելու խնդիր ունենք, այլ հակառակ արտահանելու խնդիր ունենք։ Այն գումարները, որը հատկացվում է տնտեսվարողին, այդ գումարները պետք է ճիշտ հասցեատիրոջը հասնեն։ Մենք իշխանությունների հետ պետք է որպես գործընկերոջ հետ փոխհարաբերակցվենք։ Այսինքն առաջնահերթությունների սահման պետք է լինի, հա, իշխանությունը պետք է գումարը տալուց իր պահանջները թելադրի որպես իշխանություն, թե ինքը ինչ շահ ունի այդ գումարը քեզ տրամադրելուց։ Այսինքն իշխանություններին որպես այդպեսին պետք է հետաքրքրի, թե օրինակ քանի աշխատատեղ է ստեղծում։ Դու որպես տնտեսվարող, եթե ես գումարը հատկացնում եմ քեզ, ենթադրենք անտոգոս վարկ է կամ արդոնյալ վարկերը, ինչքան աշխատատեղ է ապահովում իմ երկրին, կամ արդյոք քո ստեղծածի մեջ կա գիտական նորույթ, կամ արդյոք դու ստեղծում ես մի այնպիսի կուլտուրա, որը մինչև քեզ ոչ մեկ չի փորձել։ Այսինքն առաջնահերթությունների սահման պետք է լինի, որպեսզի տնտեսություն զարգանա։ Սա շատ լավ առիթ էր մենք մեզ վերագտնելու, որպեսզի հասկանանք, որ ենթադրենք, եթե Ցոլագի մոտ կամ Խաչատրյան Արձոմ Ցոլագ ինգեր համակցության արդյունքում ստեղծվել է լավ վարտերի ջերմոց, պետք չէ անընդհատ վարտերի ջերմոց ուրեմն հիմնել։ Պետք է մեր տնտեսությունը, հա, շատ ենք օգտագործում այդ բառը, բայց թերևս քիչ ենք կիրառում մեր կենսական կյանքում, դիվերսիֆիկացնել, այսինքն բազմաֆունկցիոնալ դարձնել, բազմաճյուղ դարձնել, որովհետեւ նման իրավիճակներում հասկանանք, որ այ նայեք բարենային անվտանգության հարց կա։ Երբ երկիրը գտնվում է նման վիճակներում, հաղորդակցությունը արտաքին աշխարհ հետ կանգնում է, մենք պետք է որոշակի ինքնաբավություն ապահովենք։ Այսինքն վարտը ուտելիք չէ, հա, մարդը կարող է ամիսներ շարունակ վարդ չգնի։ Այստեղ մենք խնդիր ունենք, որպեսզի հասկանանք, թե ինչ կարելի է անել հաջորդ պրոյեկտով, որպեսզի մենք նաև սնունդ ապահովենք։ Եվ հենց այդ գումարները, որը պետությունը տալիս է մեր տնտեսվարողներին, պետք է որոշակի պայմաններ դնի նաև ինքը որպես պետություն ապահովելով պարենային անվտանգություն։ Ծաղիկները կարևոր տեղ են գրավում բոլոր ազգերի մշակույթներում, միֆերում ու լեգենդներում։
Շատ հետաքրքիր պատմություններ կան կապված ծաղիկների հետ։ Հնագույն ժամանակներում ծաղիկների հիմնական դերը ոչ թե մարդկանց հաճելի տպավորություններ նվիրելն էր, այլ մարդկանց բուժելը, չար աչքից պաշտպանելը, տարածքներ ձևավորելը եւ այլն։ Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր պատմությունը, եւ այդ պատմությունը հետագայում վերածվում է լեգենդի։ Ըստ լեգենդի վարդը ծնվել է ծովային փրփուրներից Աֆրոդիտե աստվածուհու հետ միաժամանակ։ Սկզբում վարդը ուներ սպիտակ գույն, հետագայում աստվածուհու արյունը կաթել է սպիտակ վարդի վրա եւ այն վերափոխվել է կարմիրի։ Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այս ծաղիկը քաջություն է տալիս եւ հետեւաբար շատ անգամ սաղավարտների փոխարեն մարտիկները օգտագործում էին վարդեր։ Վարդի պատկերներ կարելի էր գտնել նաեւ զինվորների վահանների վրա, իսկ հաղթողների վրա շաղ էին տալիս վարդի թերթիկներ։ Մենք Իսրայելի օրինակը որպես լավ օրինակ կարող ենք այստեղ առաջ քաշել, որ մի երկիր, որը իր հողային ռեսուրսներով, միգուցե աշխարհագրական մագերեսով, ֆիզիկական աշխարհագրական մագերեսով նույն մագերեսի մոտ է, բայց իրենց հողերի բերությունը շատ ավելի նվազ է, իրենց հողատարածքի մոտ 70% անապադային է կամ կիսաանապադային է։ Բայց մարդիկ հասկացան, որ իրենց հայրենիքն է եւ պետք է գիտություն զարգացնեն եւ այսօր դուք ինչ տեսնում եք ուրեմն ջերմոցային տնտեսության մեջ որպես գիտական նորույթ, դրա մեծ մասը, գերակշիռ մասը դա ուրեմն պետք է ասել, որ հրեա ժողովրդի ձեռքբերումն է։ Այս ամեն ինչ որ դուք տեսնում եք, այս կատիլային համակարգը, այս ուրեմն միջավայրը, որը ուրեմն Կոգոսի մանրաթելը, այն մյուսը այդ բազալտի մանրաթելերից է ստացված, այդ ամեն ինչի ռազրաբոտկե կարել է հրեա ժողովուրդը եւ իրենց գիտական նվաճումները այս ոլորտում առելի են։ Դրա համար ասում եմ, երբ որոշակի դրամաշնորհներ է գալիս, պետք է նաև մտածի իշխանությունը, որպեսզի այդ գիտական նորույթներին զարկ տալ։ Ես չեմ կարծում, որ մեր ուրեմն պոտենցիալ հնարավորությունը այս ոլորտում շատ ավելի նվազ է, քան հրեա ժողովրդի։ Ուղղակի այստեղ համապատասխան մոդեցում է պետք, որպեսզի այս ճյուղը զարգանա։ Ցանկացած էքսպերիմենտալ աշխատանք դա լրացուցիչ դրամական միջոցներ է պահանջում։ Հիմա ես այստեղ ցես ցույց կտամ, մենք մոտ 15-20 տեսակի ուրեմն մշակաբույսերի փորձարկում ենք իրականացնում, սկսած ուրեմն մեր ամենօրյա կիրառելի կանաճեղենից վերջացրած ծաղիկների մյուս տեսակներով, մշկերով, բանջարեղենով, հիմա ես այդ հատվածը ցես ցույց կտամ, որովհետեւ հասկանանք թե լավ, բայց ենթադրենք վարտից հետագայում ինչ կարող է Շիրակի մարզում ավելի լավ ցանկալի արդյունք տալ, որը նաև սնունդ լինել։ Ես նորից եմ ասում, այս իրավիճակները, որը մենք չենք կարող միանշանակ բացասական ուրեմն մասը դիտարկել, նաև մեզ մտածելու տեղիք է տալիս, թե հետագա ասենք 5 տարիներին մեր պետության մեջ, ասենք գերակշիռ մասը ինչի կարիք մենք կունենանք։ Ես կարծում եմ, որ հնարավոր է գնահատել, ենթադրենք, թե տվյալ շուկայում սպառվող գյուղմտեշքներից, ենթադրենք, լիմոնից, կիվիից սկսած վերջացած մինչև առաջի անհրաժեշտության այնտեղ կարտոֆիլ, կաղամ, գազար կամ մնացածը, ինչքան է մեր պետությունը սպառում, մեր ժողովուրդը, թե համեմատական մեթոդով, թե հաշվարկային մեթոդով ստանանք, թե ի վերջո մեզ ինչ ծավալներ են պետք եւ մեր արտադրողը ինչ ծավալներ կարող է ապահովել։ Ես համոզված եմ, որ օրինակ այն մտեշքը, որը բանջարը թե միշկը, որը այսօր մենք ներ ենք կրում, օրինակ այստեղ հիմա ես ցես ցույց կտամ կիվիի ծառ, լիմոնի ծառ, մենք այստեղ նաև ռեհան ենք փորձնական բանով արել, այս ընդամենը մի շաբաթ առաջ ուրեմն սերմերից մենք ռեհան ենք ցանել, տեսնում եք, այս ռեհանը, որը այս ժամանակահատվածում գիտեք շատ թանկ է եւ եթե մենք խառը կանաչի մեջ մի հատ ռեհան ենք դնում, այդ խառը կանաչի արժեքը 150-ից միանգամից վեր է բարձրանում 250 դրամ։ Այսինքն ինքը թանկ մշակաբույս է, որը մենք կոնկրետ եթե լոկալ նայենք Շիրակի մարզում, մենք ռեհան արտադրող չունենք։ Մենք ամբողջը ներ ենք կրում Արարատյան դաշտավայրից կամ ասենք Արագածոտնի մարզից։ Սա լիմոնի ծառ է, տեսնում եք, մեղուները վրան փոշոտում են իրականացնում։
դա խոսում է նաև մեր էկոլոգիայի մասին, այսինքն մենք այնպեսի պարադանյութ չենք տալիս, չնայած վարդի դեպքում այդքան էլ կարևոր չէ, որտեղ ինքը սննդամթերք չի, բայց ամեն դեպքում եթե փոշոտում է իրականացում, կարելի ասել, որ էկոլոգիան մաքուր է։ Այստեղ տեսնում եք մի քանի տեսակի ուրեմն ծաղիկներ ունենք։ Մենք սա ուրեմն Երուսաղեմից բերված բույս է, որը մենք բազմացրել ենք, մի տնգի ենք ունեցել, արդեն տեսնում եք 8 տնգի ենք ստացել, որը էլի դեկորացիայի համար օգտագործվում է։ Այստեղ մենք ուրեմն գարդենիա, որը շատ, բացի նրանից, որ շատ սիրուն տեսք ունի, նաև մի քանի օր հետո եթե գաք կտեսնիք, թե այ արդեն կողոմներ են տվել, շատ գեղեցիկ սպիտակ ծաղիկներ է, որը շատ ուժեղ անուշահոտություն ունի եւ ես խորհուրդ կտամ մարդիկ, ովքեր սիրում են ընդհանրապես ունենալ փոքրիկ իրենց այգին դերախտավայր, իրենց տանը սեփական մանավանդ տան սեփականատերը նաև ձեռք բերեն այս տեսակից։ Ուրեմն այստեղ լիմոնի մի քանի տեսակներ են, այս մեկը եթե չեմ սխալվում գրեփֆրուտի բան է, այստեղ մենք նույնիսկ մեր խանութից գնաց անանասի, ուրեմն այդ մնացորդ մասից փորձել ենք վերարտադրել անանաս։ Ես հույսով եմ, այս մեկը արդեն իր արմատներն է տալիս։ Այստեղ նորից դեկորատիվ բույսեր են, սա տեսնում եք նուռ է։ Սա ուրեմն չնայած ինքը ավելի շատ դեկորատիվ է, իր պտուղները շատ ժամանակ այդքան չեն հասունանում, որպեսզի ուրեմն կենցաղում օգտագործվեն, բայց թեկուզ որպես սենյակային բույս էլի ինքը բավականին գեղեցիկ է։ Սա էլ ուրեմն Չինաստանից ներկրել ենք սերմ, որը գնել ենք որպես կագաչ, բայց վերջնարդյունքում տեսնում եք, ստացել ենք այն ինչ որ ստացել ենք, ոչ մի տանուր կապ չունի կագաչի հետ։ Այսինքն մի տնտեսություն, հա, որ այդքան զարգացած է ու այսօր աշխարհում իր հնայով առաջի տեղն է, տեսեք ինչ մախինացիաներ կարող են անել, բայց այնուամենայնիվ բիզնեսը նաև այդ էլեմենտներն ունի։ Սա էլ կիվի է, որը մենք ընդամենը կդից ենք ստացել եւ բերել ենք, այսօր տեսեք ինչ բան է սա։ Մեր անկեղծ ասած ցանկությունները շատ մեծ է ոլորտում ներդրում ունենալու, բայց մենք պետք է նաև մի բան հաշվի առնենք, որ մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ մեր դրամը շատ թանկ է, այսինքն տոկոսատրույքը շատ բարձր է։ Եվ ես նորից եմ ասում, պետք է կառավարությունը նայի, թե ինչքան ապրանքներ ունենք մենք ցանկի մեջ, առաջնահերթության սահմաններ ընդգծի եւ ասի, այ ենթադրենք այս մշակաբույսով զբաղվողին, մենք այսքան միջոցներ կտարամադրենք արդոնյալ, որովհետեւ մենք դատարենք այդ մշակաբույսը, որը հնարավոր է տեղում ստանալ, ներկրել։ Այդ է հասկանան, որ մենք գործ ենք արել։ Վարդերը գեղեցիկ եւ բուրավետ ծաղիկներ են, որոնք դարձել են ամբողջ աշխարհում սիրո, սիրավեպի եւ քնքշության խորհրդանիշ։ Նրանք, ովքեր բարբերաբար ներծծում են վարդագույն բույրը, շատ ավելի ընկերական են, աննկատելի եւ ունեն նույնիսկ պայծառ աուրա։ Վարդի յուղը ներառված է կանանց օծանելիքների 98%-ի եւ տղամարդկանց 48%-ի մեջ։ Ճապոնացիները բուծեցին քամելյոնի ամենագեղեցիկ սորտերից մեկը։ Կեսօրին ծաղիկը լցվում է վառ կարմիր տոնով, իսկ գիշերվա սկզբին դրանք ներկվում են ձյան սպիտակ երանգով։ Ֆրանսիայի միջնադարում տոնի համար վարդեր էին նվիրում ամենախելացի եւ համեստ աղջիկներին։ Հռոմեացիները հարսանիքի մահճակալը ցողում էին ծաղկաթերթերով, վարդագույն ծաղկեպսակներ էին հագնում, իսկ կայսրերը տոներին վարդի գինի էին խմում։ Վարդագույն բուրմունքը ուժեղագույն հակադեպրեսանտներից մեկն է։ Վարդը հարսանիքի տոնակատարության էական հատկանիշ է։ Սպիտակ վարդերը ավանդաբար օգտագործվում են խորհրդանշելով մաքրությունը, հավերժությունը, ամենաուժեղ սիրային զգացումը եւ անկեղծությունը, բայց կարող են լինել նաեւ կարմրություն, տաք ուժեղ զգացողությունների եւ խենթ կիրք։ Վարդագույն վարդերը խորհրդանշում են նրբագեղություն։
Քրիստոնեության մեջ վաղ դարերում սպիտակ վարդերը խորհրդանշում էին Կույս Մարիամին եւ 5 վարդագույն ծաղկամաններ նույնականացվեցին Քրիստոսի 5 վերքերի հետ։ Մայիսին Բուլղարիայում ամեն տարի այս ծաղկի պատվին փառատոն է անցկացվում։ Այստեղ վարդը երջանկության խորհրդանիշ է։ Վարդը Իրանի, Անգլիայի եւ ԱՄՆ-ի ազգային ծաղիկ է։ Շեքսպիրի գործերում այս ծաղիկը հիշատակվում է ավելի քան 50 անգամ։ Վարդերի լավագույն նվաճողները հոլանդացիներն են, լավագույն այգեպանները ֆրանսիացիներն են, իսկ յուղի լավագույն արտադրողները բուլղարներն են։ Յուրաքանչյուր մարդ, եթե ուզում է արտաքին աշխարհի հետ հարաբերակցվել, հարաբերության մեջ լինել, նա պետք է լեզու իմանա։ Ինչքան ուզում ես լավ մասնագետ եղիր, եթե դու չես տիրապետում 1-2 հիմնականում, անգլերեն, ռուսերեն, թե հայերենի մասին էլ չեմ ասում, որովհետև դա մայրենին է, մենք պարտավոր ենք այդ լեզուն պահպանելու, որպեսզի շարունակողը մեր ինքնությունը պահելու համար է պետք։ Մենք արտաքին աշխարհի հետ հարաբերվելու համար մենք անգլերեն լեզու պիտի սովորենք, որովհետեւ մենք հասկանանք թե աշխարհում ինչ է կատարվում։ Դուք նայեք, այսօր մեր երիտասարդությունը ցանկացած թաղամասում, մի հատ այսպես սիմվոլիկ տեղ կա, որտեղ ժամը 5-ից 6-ից հետո այդ երիտասարդները հավաքվում են ու չգիտեմ ինչ քննարկումներ են անում։ Ամենամեծ չարիքը դա պարապ մարդն է։ Հավատացեք, այդ փողոցում կանգնած յուրաքանչյուր երիտասարդը պոտենցիալ հանցագործ է։ Ես չեմ ասում այն արժե համակարգը, որը իրանք իրանց մեջ կրում են, Այդ արժե համակարգով մենք հեռու չենք գնա անպայման։ Այս թվարկած խնդիրները կհաղթարվի մենակ այն դեպքում, երբ որ մեր ծնողները, մենք որպես ծնող գիտակցենք այդ ամեն ինչը եւ մեր երիտասարդներին պատրաստենք որպես այս կյանքի մարտահրավերները ընդունող, այդ ամեն ինչը հաղթահարող անհատների։ Կապ չունի կին է թե տղամարդ։ Լավ ապրել հնարավոր է միայն շատ աշխատելով։ Ուրիշ տարբերակ չկա, մնացած բոլոր տարբերակները ընդունված չեն, ընդունելի չեն։ Հնարավոր չէ, չաշխատելով լավ ապրել։ Մենք պետք է ստեղծենք մարդ, պետք է ձևավորենք անհատ, որը արդյունք է ստեղծում, ցանկացած բնակավարում։ Այն մեկը գիտության մեջ, այն մեկը հողագործության մեջ, այն մեկը շինարարության մեջ, բայց երբեք ոչ պարաբուրդ։ Դա թիվ 1 չարիքն է մեր իրականության այսօրվա։ Ցանկացած մարտահրավեր հնարավոր է հաղթահարել, եթե դու ունես բանիմաց, գիտագից, գրագետ երիտասարդություն։ 2019 թվականին վարկային միջոցներով ընկերությունը սկսել է 5000 քառակուսի մետր նոր ջերմոցի կառուցման աշխատանքները։ Այժմ կատարված է աշխատանքների 80%-ը։ Խնդիրներ են առաջացել ներկրվող ապրանքները ժամանակին ստանալու հետ կապված, որը լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ շինաշխատանքները ավարտին հասցնելու համար։ Ընկերությունը սկսել է գործընկերներ փնտրել ԵՏՄ շուկայում։ Չնայած տվյալ բիզնեսի ոլորտում ստեղծված լուրջ ճգնաժամային իրավիճակի, ամբողջ ջանքերը կներդրվի ջերմոցի ամբողջ շինաշխատանքները ավարտին հասցնելու համար։ Այսօրվա համար այսքանը։ Հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։